Ըստ խնդրի ունենք 7-ի վրա աղյուսակ, որը յուրաքանչյուր վանդակում գրված է ամբողջ թիվ, այնպես որ յուրաքանչյուր տողում գրված թվերի արտադրյալը բացասական է։ Պետք է ապացուցենք, որ կգտնվի այնպիսի սյուն, որում գրված բոլոր թվերի արտադրյալը նույնպես կլինի բացասական։ Այդ նպատակով առաջին քայլով եկեք նկատենք, որ տողում արտադրյալ է բացասական ստանալու համար անհրաժեշտ է, որ տվյալ տողում ունենանք կենտ քանակով բացասական թվեր։ Եվ քանի որ ըստ պայմանի բոլոր տողերում գրված թվերի արտադրյալը բացասական է, ուրեմն բոլոր տողերում ունենք կենտ քանակով բացասական թվեր։ Այնուհետև երկրորդ քայլով եկեք օգտագործենք զուգորդական օրենքը եւ հաշվենք աղյուսակի բոլոր վանդակներում գրված թվերի արտադրյալը ըստ տողերի։ Այսինքն, առաջին տողի արտադրյալը բազմապատկենք երկրորդ տողի արտադրյալով եւ այդպես շարունակ մինչեւ 7-րդ տողի արտադրյալը։ Քանի որ բոլոր տողերում ունենք կենտ քանակով բացասական թվեր, բոլոր տողերի արտադրյալները կլինի բացասական եւ ընդհանուր արտադրյալը եւս կլինի բացասական։ Այնուհետև երրորդ քայլով եկեք կատարենք հակասող ենթադրություն։ Ենթադրենք, թե ամբողջ աղյուսակում չկա ընդհանրապես բացասական արտադրյալով սյուն, ինչը նշանակում է, որ բոլոր սյուների արտադրյալները դրական են։ Դա էլ իր հերթին առաջին կետից նշանակում է, որ բոլոր սյուներում ունենք զույգ քանակով բացասական թվեր։ Եվ վերջում չորրորդ քայլով եկեք կրկին զուգորդական օրենքն օգտագործելով հաշվենք բոլոր վանդակներում գրված թվերի արտադրյալները այս անգամ արդեն ըստ սյուների։ Այսինքն հաշվենք առաջին սյան արտադրյալը բազմապատկած երկրորդ սյան արտադրյալով եւ այսպես շարունակ մինչեւ 7-րդ սյան արտադրյալը։ Եվ քանի որ ըստ մեր երրորդ կետի ենթադրության բոլոր սյուների արտադրյալները դրական են, ընդհանուր արտադրյալը եւս կստացվի դրական։ Հիմա նայենք երկրորդ եւ չորրորդ կետերին միաժամանակ։ Նկատենք, որ ըստ տողերի արտադրյալը, որը բացասական թիվ է, ոչ մի կերպ չի կարող հավասար լինել ըստ սյուների արտադրյալին, որը դրական թիվ է։ Եվ այստեղից հետևություն, որ մեր երրորդ կետում կատարած ենթադրությունը սխալ է եւ ամբողջ աղյուսակում կգտնվի գոնե մեկ սյուն, որի արտադրյալը բացասական է։ Այժմ դիտարկենք նույն խնդիրը 8-8 աղյուսակի դեպքում։ Կրկին պայմանից ունենք, որ բոլոր տողերում գրված թվերի արտադրյալը բացասական է, հետևաբար բոլոր տողերում ունենք կենտ քանակով բացասական թվեր, եւ պետք է պարզենք, արդյոք այսպիսի աղյուսակում միշտ կգտնվի այնպիսի սյուն, որում գրված բոլոր թվերի արտադրյալը նույնպես կլինի բացասական։ Փորձենք կառուցել օրինակ։ Առաջին տողում վերցնենք 1 բացասական թիվ հենց ամենասկզբում, երկրորդ տողի բացասական թիվը նույնպես վերցնենք 1 հատ եւ ամենասկզբում։ Նույն կերպ աստիճանաձև տեղավորենք մեկական բացասական թվեր նաեւ 3-րդ եւ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ, այնուհետև 7-րդ եւ 8-րդ տողերում։ Ստացվում է, որ բոլոր սյուներում ունենք դրական արտադրյալ, քանի որ բոլոր սյուներում ունենք զույգ քանակով բացասական թվեր։ Փաստորեն կառուցեցինք հակաօրինակ, ինչը նշանակում է, որ ճիշտ է արդյոք խնդիրը 8-8 աղյուսակի դեպքում հարցի պատասխանն է ոչ։